պատերազմի պատրաստվել ենք, բայց պատերազմի չեն պատրաստվում, նենց որ ժողովուրդ ջան, գիտեք ինչ, մենք պատերազմի ենք պատրաստվում, որտեղ հակառակորդն էլ է գնահատում։ Ինչի է հակառակորդը հարձակվել։ Որտեղ հակառակորդը տեսել է, որ մենք 80-ականների զենքերի էջը փակում ենք, մենք ենք հայտարարել, ես եմ հայտարարել։ Նիկոլ Փաշինյանը մեզ չի կարող ներքաշել որևէ կոնֆլիկտի մեջ, քանի որ նա ինքնուրույն սուբյեկտ չէ։ 2018-ին, երբ նրան բերին իշխանության, նա մի քանի խնդիր ուներ լուծելու։ Առաջինն Արցախի ամբողջական հայաթափումն էր, որը լուծվեց երկու փուլով։ Առաջին փուլը նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն պայմանագրի կնքումն էր, բայց ռուսների միջամտությամբ հնարավոր եղավ ինչ-որ բան փրկել եւ Արցախի հայապատկան հատված պահպանել։ Երկրորդ փուլը տեղի ունեցավ արդեն 2023-ի սեպտեմբեր 19-20-ին, երբ Արցախի վրա վերջին հարձակման օրերին Արցախը ամբողջությամբ հայաթափվեց եւ Փաշինյանը այն կարմիր ժապավենը վրան հանձնեց Ադրբեջանին։ Արցախի հանձնումն Ադրբեջանին, սակայն Արցախի հարցի փակում չէ։ Այս պահին նա իր արչեւ դրված առաջադրանքներից մեկը կատարել է։ Փաշինյանի արչեւ դրված երկրորդ խնդիրը Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերությունների սառեցումն է։ 2022-ի աշնանից սկսած Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունները բավականաչափ սառն են։ ՀԱՊԿ-ից հետեկանչվել Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչը, նա այլ տեղում է դեսպան նշանակվել, իսկ ՀԱՊԿ-ում մենք մշտական ներկայացուցիչ չունենք։ 3 տարի է Հայաստանը ՀԱՊԿ-ի որևէ զորավարժության չի մասնակցել։ Հայաստանի արտգործնախարարը մի առիթով ասաց, թե ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններն այլ են։ Փաշինյանն էլ քանիցս նշել է, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում խնդիր կա։ Սա նրա առջև դրված երկրորդ առաջադրանքի կատարման փորձն է։ Երրորդ խնդիրը միջանցքի հարցն է։ Ադրբեջանն ուզում է իր հիմնական տարածքից Նախիջևանին միանալ միջանցքի եւ ոչ թե պարզապես հաղորդակցության ուղիների միջոցով։ Ժամանակին սա կատեգորիկ թույլ չտվեց իրականացնել Իրանի Իսլամական Հանրապետությունը։ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո Իրանում չկա որևէ բարձրաստիճան պաշտոնյա, այդ թվում Այաթոլլան, նախագահը, արտաքին հարաբերությունների հարցերով նրանց խորհրդականները, արտգործնախարարը, падգամավորներ, որոնք այս մասին չխոսեին։ Իրանում կա հատուկ պաշտոնյա, որն ամեն օր հետևում է Սյունիքում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին եւ նախագահին զեկուցում այդ մասին։ Սյունիքում բացված Իրանի հյուպատոսությունից բացի, թիկունքում Արաքսից այն կողմ արդեն 4 տարի է կանգնած է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 4 դիվիզիա, մոտ 150 հազարանոց զորքով։ Զորավարժություններից մեկի ժամանակ նրանց ինքնաթիռներից մեկն անցավ անգամ Ադրբեջանի հետ սահմանի վրայով։ Այդ տարածքների վերցնելը կամ Արցախի վերցնելը Ալիևի համար էական էր իր իշխանությունը պահելու համար, ինքը ժողովրդին ցույց տալ, որ ինքը պահում է, բայց ստրատեգիական տեսակետից միշտ իրանց համար եւ Թուրքիայի համար կարեւոր է եղել Սյունիքը։ Եվ դրա համար Սյունիքը իրանց համար ստրատեգիա է, ռազմավարական կարևորագույն խնդիր է։ Արցախի հարցը պրեստիժի հարց էր եւ իշխանություն պահելու հարց էր։ Բայց երբ որ սկսեց պատերազմը Ալիևը, իր մտքով չէր անցնում, որ ինքը այսպիսի հաջողություններ ունենա։ Ադրբեջանի հարձակման համար 2020-ի նոյեմբերի 9-ից հետո որևէ խնդիր չկար։ Կարող էր ճեղքել Սյունիքն ու հասնել Նախիջևան, բայց Իրանը փաստել է, որ Սյունիքն իր համար կարմիր գիծ է։ Իրանական գործոնն առ այսօր զսպում է Ադրբեջանին։ Այս իշխանությանը բերել են այս խնդիրները լուծելու համար։ Բնականաբար, ովքեր եկել են, իրականացնում են հենց այս խնդիրները։ Տեղյակ են նրանք այդ ամենին, թե ոչ այլ հարց է։ Աշխարհաքաղաքական կոնսենսուսն ավարտվել է 2014-ին, երբ կենտրոններից մեկը Ղրիմը վերադարձրեց հարազատ նավահանգիստ, մյուս կենտրոնն էլ չճանաչեց դա եւ սկսվեց հակամարտություն միմյանց միջև։ Ավելին, այդ կոնսենսուսն ավարտվել էր դեռևս 2007-ին Մյունխենում Պուտինի ելույթով, երբ նա խոսեց իր երկրի պետական շահերի եւ դրանք չզիջելու մասին։ Դրան հաջորդեց վրաց-հարավոսական կամ վրաց-ռուսական հակամարտությունը, որը փաստորեն ռազմական ճանապարհով վերացրեց առկա կոնսենսուսը։ Երկու ձևավորվող միությունների միջև առաջին թեթև բախումը տեղի ունեցավ հենց Օսիայում, հաջորդը 2014-ին էր արդեն Ղրիմում։ Իսկ ահա Հայաստանում Ռուսաստանի Դաշնությունը մշտապես առաջնորդվել է այն գաղափարով, որ ով էլ գա Հայաստանի Հանրապետության ղեկավար, իրենց առանցքից չի հեռանալու։ Պետք է լինի ֆիզիկական ուժային ներկայություն, որը հնարավորություն է տալիս ուժային բալանսը պահպանել։ Կամ Հայաստանի Հանրապետությունը իր զինված ուժերը պետք է կարողանա հասցնել այն մակարդակին, որ նրանք եթե նույնիսկ չունեն, ասենք, բացարձակ կրակային հավասարություն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, առնվազն ունեն բավարար պաշտպանական պոտենցիալ սեփական տարածքը պաշտպանելու։ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության նախկին դեսպանները կամ դիվանագիտական ներկայացուցիչները մասնավոր զրույցներում մշտապես նշել են, թե ով էլ լինի Հայաստանի ղեկավար, մշտապես իր հայացքն ուղղելու է դեպի հյուսիս։ Քանի որ իրենցից մեծ կախում ունի թե տնտեսական, թե հացահատիկի, թե գազի, թե անվտանգության եւ բազմաթիվ այլ հարցերում։
Հայաստանը որևէ տեղ չի փախնի։ Ահա թե որ մտայնությունն է իշխող եղել ռուսական վերնախավերում ընդհուպ մինչև 2023 թվականի սեպտեմբերը։ Տեսանք թե ինչպես ավարտվեց այդ ամենը։ Որոշիչ հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։